Խաղում ենք Ռոսոների թեման Սուրեն Մելիքսեթյանի հետ, ամեն ինչ Միլանի մասին, 70 վայրկյանը Սուրեն Մելիքսեթյանի համար գնաց։ Հենց այդ ֆուտբոլիստն է անցկացրած հանդիպումների քանակով Միլանի ռեկորդակիրը 902 խաղ, որոնցից 647-ն ասերիայում։ Պաուլո Մալդին։ Ճիշտ է, խփած 175 գոլով նա Միլանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում զիջում է միայն Գունար Նորդալին։ Անդրեյ Շևչենկո։ Ճիշտ է, քանի անգամ է Միլանը հաղթել չեմպիոնների գավաթի կամ լիգայի խաղարկությունում եւ այդ ցուցանիշով զիջում է միայն Մադրիդի Ռեալին։ Կարող ես անցնել, եթե չես հիշում։ Ոչ 7, Միլանի այդ ֆուտբոլիստն ակումբի ավագը չէ, բայց նրա մականվան մեջ առկա է կապիտան բառը։ Կրիստիան Պուլիշիչ, կապիտան Ամերիկայի նրա մականունը, անցած դարի 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին Միլանում հանդես եկող այդ 3 հոլանդացիներն իսկական ահ ու սարսափ էին մրցակիցների համար։ Ովքեր էին նրանք։ Մարկո Վան Բաստեն, Ռուդ Գուլիտ։ Քանի որ ժամանակը սպառվել է, կարող ես երրորդի շուրջ ավելի երկար։ Մարկո Վան Բաստեն, Ռուդ Գուլիտ։ Կարող ենք փոքր Ֆրանկ Ռայկարդ։ հուշում։ Այո, հուշման կարիք չեղավ, ճիշտ է։ Վան Բաստեն Գուլիտ եւ Ռայկարդ կամ Ռիկարդ, ինչպես նաեւ ասում են։ Սուրենը ընդամենը 6 հարց հասցրեց լսել, նույնիսկ 5 հարց լսեցիր, որոնցից 3-ին ճիշտ պատասխանեցիր։